Բարև ձեզ սիրելիներ։ Այսօր շարունակում ենք մեր ճանապարհը ծննդոցից մինչև հայտնություն։ Եվ այսօր մենք բացում ենք Ելից 21-22 գլուխները, որտեղ Աստված տալիս է կոնկրետ կանոններ մարդկային փոխհարաբերությունների, ծառաների և սեփականության մասին։ 21-րդ գլուխը սկսվում է Եբրայեցի ծառայի մասին օրենքով։ Եթե մի ծառա ազատվելու իրավունք ունի, բայց սիրում է իր տիրոջը և չի ուզում հեռանալ, նրա ականջը պետք է դռան բզով անցկացնեին, և նա հավիտյան մնում էր ծառայության մեջ։ Սա Հիսուս Քրիստոսի հզոր պատկերն է։ Հիսուսը մեր սիրո ծառան է։ Նա, ով Տերն էր ամենայնի, իր կամքով դարձավ ծառա մեր փրկության համար։ Սաղմոսների մեջ Քրիստոսի մասին ասվում է. «Դու իմ ականջները բացեցիր, բզեցիր»։ Հիսուսը չփախավ իր առաքելությունից, այլ սիրուց դրված մնաց մեզ հետ, դառնալով հավիտենական ծառա, որպեսզի մեզ ազատություն պարգևի։ Նա այն ծառան է, ում ականջը բզվեց Գողգոթայի վրա, իմ և քեզ համար։ 22-րդ գլխում Աստված խոսում է հատուցման, գոհության և հատկապես որբերի, այրիների ու աղքատների պաշտպանության մասին։ Աստված ասում է. «Եթե նրանք աղաղակեն ինձ, ես անպայման կլսեմ»։ Այնտեղ Հիսուսը երևում է որպես մեր արդար դատավորը և բարի սամարացին։ Նա այն մեկն է, ով վճարեց մեր բոլոր պարտքերը և գողությունների համար։ Երբ մենք մեր մեղքերով վնաս հասցրինք Աստծո փառքին, Հիսուսը եկավ իր կյանքով հատուցեց մեր փոխարեն։ Նա նաև այն Փրկիչն է, ով ասում է, որ փացած ու լքվածներին աղաղակը ես լսում եմ։ Հիսուսը մեր փաստաբանն է, նա մեր պաշտպանն է։ Սիրելիներ, այսօրվա դասը մեզ համար հետևյալն է. Աստված հետաքրքրված է քո առօրյա կյանքի մանրուքներով։ Նա ուզում է, որ մենք լինենք արդար և ողորմած, ինչպես ինքն է։ Արդյոք դու պատրաստ ես լինել սիրո ծառա Քրիստոսի համար և քո նմանի համար։ Երբեմն մենք փնտրում ենք մեր իրավունքները, բայց Հիսուսը մեզ սովորեցնում է ծառայել սիրով։ Եթե դու այսօր ճնշված ես զգում կամ քեզ հետ անարդար են վարվել, հիշիր, քո աղաղակը հասնում է Տիրոջը, և նա անձամբ է քո պաշտպանը։ Փիլիպպեցիների մեջ գրված է. «Իրեն ուրնանացրեց ծառայի կերպարանք առնելով»։ Սաղմոս 46-ն ասում է. «Զոհ և պատարագ չկամեցար, բայց իմ ականջները բացեցիր»։ Ամփոփելով, սիրելիներ, Հիսուս Քրիստոսը մեր խոնարհ ծառան է և մեր արդար հատուցողը։ Նա իր ականջը դրեց խաչի դռանը, որպեսզի հավիտյան մեզ հետ լինի։ Նա չի թողնի, որ քո աղաղակը անպատասխան մնա։ Վստահիր նրան, ով լսում է սրտի ամենաթույլ տրոփյունը անգամ։ Եվ եկեք աղոթենք. Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու քո կամքով դարձար ծառա, որպեսզի ինձ ազատես մեղքիս տրկությունից։ Խնդրում եմ, սովորեցրու ինձ լինել արդար և ողորմած իմ նմանի հանդեպ։ Եղիր իմ պաշտպանը և իմ հույսը ամեն անարդարության մեջ։ Թող իմ կյանքը լինի սիրո մի ծառայություն քեզ համար։ Ամեն։ Սիրելիներ, Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքները։ Եթե դուք ունեք ձեր կարծիքները, դուք կարող եք մեկնաբանությունների մեջ գրեք և մենք կնայենք ձեր կարծիքները։ Աստված օրհնի ձեզ։ Կհանդիպենք վաղը։